Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Կապանում անցկացվեց սյունեցիների ավանդը մեծ հաղթանակում չմոռացվող սխրան խորագրով գիտաժողով, որը մեկնարկեց Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի պատվանդանին ծաղկադրման արարողությամբ։ Գիտագործնական միջոցառմանը ներկաները հանդես եկան ելույթներով, խոսելով հերոսների անցած ռազմական ճանապարհից։ Ես պատիվ ունեցա բացելու այս միջոցառումը, որը նախաձեռնել են կապանցի երիտասարդները Եվրասիա կազմակերպության և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության առաջատար խմբի ղեկավար աջակցությամբ։ Ուրախալի է, որ հենց երիտասարդներն են մեծ հետաքրքրություն ցուցաբերում իրենց պապերի ու նախապապերի անմոռանալի սխրանքի նկատմամբ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայերի քաջությունն ու սխրանքը անգնահատելի են։ Հիշողությունը դարձել է հայ ժողովրդի գենետիկ կոդի անբաժանելի մասը, դիմացկուն մեր ընդհանուր պատմության իրադարձությունները խեղաթյուրելու արտաքին փորձերին։ Հայրենական մեծ պատերազմի նվիրված այս միջոցառումը կազմակերպում ենք, որպեսզի իմաստավորենք պատմական անցյալը, ինքնագիտակցությունը մեր պատմական զարգացնենք եւ այդպես սերունդներին ցույց տանք, որ այդ կապը այսօր էլ է շարունակվում ու այսօրվա մեր պատերազմներն էլ դրա վառ ապացույցն են, որ մենք տարբերվում ենք մեր խիզախությամբ, մեր պայքարով։ Մեկ հարկի տակ էին հավաքվել պատմաբաններ, ազգագրագետներ հիշելու ու արժևորելու Սյունիքի ներդրումը հայրենական մեծ պատերազմի հաղթանակներում։ Ներկաները վստահ են պապերի հերոսական անցյալն ուղենիշ կդառնա ապագա անելիքների համար։ Թե սյունեցիները, թե հյուրերը շեշտեցին, բացարձակ թվի համեմատությամբ կապանցիների մասնակցությունը շատ մեծ է եղել։ Սա ինձ համար երազանք էր երկար սպասված իմ հայրենի Սյունիքում ներկայացնելու օրբելիներին, որպես մեր ժողովրդի հանճարեղ տաղանդավոր զավակներ, ովքեր ոչ միայն մեր ժողովրդինն էին, այլև համայն մարդկությանը, համայն քաղաքակրթությանը, ովքեր հայրենական պատերազմի ժամանակ ներդրեցին իրենց լոման, քաղաքակրթական արժեքները փրկելով ֆաշիստական բանդաներից եւ փառավորելով ինչպես իրենց օրբելիներին, Զաքարյաններին, այնպես էլ մեր ամբողջ հայ ժողովրդին։ Յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում հայրենական մեծ պատերազմի հերոս ունենք։ Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են եւ մենք չպետք է մոռանանք մեր պատմությունը։ Մարդը ողջ է, քանի դեռ նրան հիշում են։ Դա մեր հաղթանակն է, Կարմիր բանակի, զինվորի, մեր ընդհանուր հաղթանակն է։ Հիմա վետերաններ գրեթե չկան։ Սյունիքում մեկ վետերան ունենք եւ տարեցտարի բնականաբար այդ թիվը նվազել է։ Նոր սերունդը պիտի իմանա նրանց հերոսության մասին։ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ մղված պայքարում ակտիվ մասնակցություն ունեցած ավելի քան 7000 կապանցիներից 3336-ը զոհվել է ռազմաճակատում։